այս իրավիճակը շահավետ չի եվրոպական երկրների համար։ Ինչու՞։ Որովհետև եվրոպական երկրները սկսած 2022 թվականից մոտավորապես ավելի քան $200 միլիարդ փող են, ներողություն, եվրո փող են ներդրել ուկրաինական այս կոնֆլիկտի մեջ։ Եվ եթե կոնֆլիկտը լուծվի այն պայմանով, որը փաստացի ավելի շահավետ է ռուսական կողմին, եվրոպական ժողովուրդները կասեն իրենց ղեկավարներին, հարգելի ղեկավարներ, հարգելի պարոն Մերց, Մակրոն, չգիտեմ, Ստարմեր, դուք փաստացի $200 միլիարդ փող տվեցիք պատերազմի մեջ, բայց վերջնարդյունքում ստացաք ավելի վատ արդյունք, քան որ առաջարկում էր 22 թվականին։ Դուք մեղավոր եք դրա համար։ Իրենք հասկանում են, որ եթե Իսկ կողմից այդ փողերը չեն վերադարձել։ Փողերը չեն վերադարձել, փողերը գնացել են դեպի պատերազմ, հասկանում եք, այդ փողերը գնացել են դեպի պատերազմ, մարդիկ պետք է պատասխան տան իրենց ժողովրդների առաջ։ Այդ մարդիկ հասկանում են, Զելենսկին, Ստարմերը, Մակրոնը եւ Մերցը, նրանք նույն դաշտի մեջ են, նույն հարթակում են գտնվում։ Ուղղակի տեսանելի է մեր համար Զելենսկի վիճակը ողբերգական, բայց իրականում մի քիչ ավելի քիչ ողբերգական վիճակի մեջ է նաեւ Մերցը, Ստարմերը եւ Մակրոնը, հատկապես Մակրոնը։ Տեսեք, իրենց վարկանիշը ինչ խայտարակ վիճակի մեջ են։ Մակրոնի վարկանիշը այսօր 11% է, այս վարկանիշ չի եղել Ֆրանսիայի երկրի ժողովուրդ նախագահների պատմության մեջ, եթե չհաշվենք Օլանդին։